Աստվածաշնչյան ընթերցանություն Ամեն առավոտ դեկտեմբերի 22 Ես կզորացնեմ քեզ Եսայա 41:10 Աստված ունի ամեն անհրաժեշտ բան, որպեսզի կատարի այդ խոստումը, քանի որ նրա համար անհնարին ոչինչ չկա։ Իմ հավատացյալ ընկեր, մինչև չսպառես ամենազորության օվկիանոսն ու չավերես անխորտակելի սարերի լեռնաշղթաներն ու ժայռերը, դու ոչնչի մասին անհանգստանալու կարիք չունես։ Նույնիսկ քեզ թույլ մի տուր մտածել, որ մարդկային ուժը երբևէ կհաղթահարի Աստծո զորությունը։ Քանի դեռ երկրի հիմքերն ամուր են, դու բավարար հիմքեր ունես քո հավատին ամուր կանգնելու։ Այն նույն Աստվածը, որը կառավարում է մոլորակների շարժը, ով արևին ապահովում է լույսով և հրով, պահպանում է երկնային լուսատուների փայլը, խոստացել է ամեն օր զորացնել քեզ։ Նա, ում վրա պահվում է տիեզերքը, նա արդյոք կխոստանա, որ չի կատարի։ Հիշիր նրա գործերը անտիկ ժամանակներում, նախորդ սերունդների կյանքում։ Բավական էր, որ նա ասեր և կատարվում էր, բավական էր կարգադրեր և տեղի էր ունենում։ Միթե դու կարծում ես, որ տիեզերքն արարողը կհոգնի, նա երկիրը կախել է ոչնչից։ Միթե նման հրաշք իրագործողն անկարող է օգնել իր զավակներին։ Միթե նա գեթ մեկ խոսքն անկատար կմնա։ Միթե նա չի սանձում տարերքը, սուրում քամու թևերին, ամպերն իր համար կարգեր դարձնում և ծովն իր ափերի մեջ պահում։ Նա երբեք քեզ փորձանքի մեջ չի թողնի։ Նրանից նման խոստում ստանալով, արդյոք թեկուզ մեկ վայրկյան քեզ թույլ կտաս մտածել, որ նա սպառել է իրեն ու ի զորու չէ իր խոսքը պահելու։ Իսկույն դենն է իր ցանկացած կասկած։ Օ Աստված իմ և ուժ իմ, ես հավատում եմ, որ այս խոստումը կատարվելու է, քանի որ քո շնորհքի անսպառ միջոցները երբեք չեն վերջանա, և քո զորության և իշխանության անհատում աղբյուրները հավիտյան չեն ցամաքի։ Թող Տկար Հոգին նոր ուժով լցվի ու Աստծո աջը գովերգի։